Ողջույն ձեզ, շնորհավորում եմ Ռուսաստանի օրվա կապակցությամբ առիթը բաց չթողելով, որովհետև մի երկու օր առաջ Ռուսաստանի օրն էր, քանի որ այսօր քննարկում ենք հայ-ռուսական հարաբերությունները, մենք պետք է լինենք շատ ուշադիր մեր ամեն մի ասացի մեջ, որովհետև մենք գիտենք Հայաստանի Հանրապետությունը այսօր շեղվում է իր ուղղությունից, իր դարավոր ընկերությունից եւ գնում է դեպի եվրոպական արժեքներ։ Բայց ավելի ռացիոնալ մենք այսօր քննարկենք, հարգելի բանախոսներ, Ռուսաստանի դերը, Ռուսաստանի գործընկերությունը Հայաստանի Հանրապետության հետ, նաեւ բաց չթողնելով այլ հնարավորություններ, քանզի մենք այսօր կանգնած ենք շատ աղետալի վիճակում, այս կառավարության ընթացքում մենք ձեռք բերած բարեկամներից հրաժարվեցինք, նաև չկարողացանք ձեռք բերել ուրիշ բարեկամներ, մնացել ենք մենակ։ Այս ամբողջ մեծ աշխարհում Հայաստանի Հանրապետությունը այսօր մենակ է իր խնդիրներով, իր խնդիրներով։ Դա իմ կարծիքով սխալ քաղաքական կուրսից, սխալ քաղաքական վարումից է, որովհետև չի կարելի բոլորին մեղադրել քո ձախողումների մեջ, բայց դու չվերանայես քո այսօրվա պահվածքը։ Եվ նաև մի փոքր կանրադառնանք մեր տարածաշրջանից մի քիչ դուրս այսօրվա վիճակով Իրան-Իսրայել հակամարտությանը, որովհետև դա անմիջական մեր սահմաններին կպած է եւ նաև չեմ բացառում մեր հակառակորդները, որոնք որ այսօրվա դրությամբ իշխանությունը համարում է արդեն իսկ, որ խաղաղության վերջակետը դրել են, նոր մի քիչ առաջ մինչև հաղորդումը լսում էի Նիկոլ Փաշինյանի ելույթը Պրահայում, այնտեղ նա ասեց, որ մենք հասել ենք, համաձայնեցրել ենք, սպասում ենք ստորագրման փուլի, բայց ես հավանական չեմ համարում, ես ի սկզբանե մենք տրամադրված ենք խաղաղության, բայց այս պայմաններով Ադրբեջանը երբևիցե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի։